5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է Բարի տեսություն, սիրելի բարեկամ։ Այսօր պլուպուխու զրույցը մեզ միայն խրատ ու սրամտություն չի բերելու, այլև ներկայացնելու է արժեքների բախման հայելային պատմություն, որտեղ 3 ուժ են գործում միմյանց հակակշիռ՝ ծնողի խնայող հաշվարկը, վարժապետի պատժի ուսուցումը և պլուպուխու խելքի ուժը։ Մեկը մտածում է, թե ուսման համար ծախսը կորուստ է, մյուսը համոզված է, որ գիտելիքը առանց ցավի ու պատժի չի ամրանում, իսկ պլուպուխին հաստատում է, որ ժամանակներ են փոխվել, խելքը ուժ է, ուժը իրավունք։ Այս պատմությունը հարցում է, կարող է փողը փոխարինել գիտելիքին, կարող է վախը դառնալ ուսման գործիք, երբ ինքնուրույն մտածողություն ենք ակնկալում և վերջապես ով է պատասխանատու գիտելիքի և գիտելիքով արժևորվող բարոյականության ստեղծման համար, ընտանիքը թե դպրոցը։ Լսենք պատմությունը և փորձենք տեսնել որն է ծնողի պարտքը, որն է ուսուցչի առաքելությունը և ինչու է ուսման վրա ծախսված յուրաքանչյուր դրամ ոսկեհատ սերմ, ոչ թե կորուստ։ Պլուպուխուն մի հարուստ դայի այն է։ Պլուպուխուն մի օր քինում է դայու տոն։ Դայու խոխանկյամա պլուպուխու վներին ռաչը չոքում ասում։ Պլուպուխի, խնդրում իմ հոր համոզ է ինձ տան է շկոլ, օզում կիրիլ կարցիլ սվրի։ Էս վերտասում է դային, խուխեն մի քիչ հեռսնում է պողունանա, ասում է, ախոխա, էդ փողը վեր ես պիտի տամ շկոլ վեր ու քյաս կիրիլ կարցիլ սվրիս, հաշի վրա կորալա, ավելի լավ չի ես էդ փողը գողքիս պահին, մինչև դու մծանաս, քզետ է մի հատ տարածքությունիմ, խանութ սարքիմ, քյաս դղտեր տրնաս կլոխըտ պահիս։ Պլուպուխի վերեսկանում է, ջղայնանում է, կյամա ու դայուն ասում։ Վեր տղաց սվեր է վեր, կմրնելուց է տոլող փողերը տալուա կամում։ Չէ, վեր ես սվր աղջում, իմ փողերը խանջ աղջում։ Ասում է դային, դիել յուր հասկանում չն, պլուպուխին ասում է, մենք ժամանակն են փողվալա, խելունքու դարա։ վեր էտել ասում է, դիել պլուպուխին ու իրա դային յուր հասկանում չն, պլուպուխի մտքում ասում է, լավն ասալ էշը հինչա գիդում նոշը հինչա։ Վերջը մի ձև պլուպուխին համոզում է դայում, վերխուխեն տանը շկոլ, բայց մի քանի ամիս հետո խոխան դայում ու վարժապետինն հետ կյամա պլուպուխուն կողքը, թեպա այ պլուպուխի, մի ճարրալի, կյամում տոն իմ հեր ինձ դղա թակում, կյամում շկոլ ինձ վարժապետն ա թակում, հինչանին։ Հինչ կասիս։ Հինչայսիմ այ պլուպուխի, վեր իմ խոխակյամա տոն, ասում ա վեր վարժապետը տետրու փողա ուզա, կիրքու փողա ուզա, աստուց մեջ աստույս այկյամ, փրում խուխես թակումում ներվայնությունից, կնեգս էլա լացինում, խոխաս էլա լացինում, մեր տոնը սաղ շոքա։ Պլուպուխին վարժապետին է ասկենում, ասում ա, Բատու հինչ կասիս այ վարժապետ, կես հինչ այլալ։ Պլուպուխի ջան, դու գիտնական մարդս, կարթացես, վեր մի հոգու 3 անգամ թակիս էջ, մարդ չի չէ տրնան։ Մին սպաս է վեր դու շկոլս կեցալ կես թակալն։ Պահունց, էներ ինչքանն թակալ։ Դրան հետ ես էշ մնասա։ Լավն ասա վեր էշը թկելավ, ջոր է չտրնլան։ Մի քանի ամիս հետո պլուպուխին կյամա վարժապետին տոնը, տսվում ա վեր ճպատը ենա կուտր հատա ստապեն վերքիցած, ետա տրում դայու կողքը ասում։ Դա ինձ հարուր թումա փողտո ես քու խոխիտ հարցերը լուծիմ։ Պուղին քինում ա վարժապետին կողքը ասում։ Գիդա վեր հինչը տաս դա ես տնականը։ Թակ տաս, թակս տնան, տես տաս, պատիվս տնան։ Հեքյատը ասում ա, վեր ամեն ինչ ուրա լուծումը օն է, մինակ համբերություն ա պետք։
Սա թե մանկապարտեզս քինամ, դեղ լավ պեներ եք սվերում, հեքիաթներ եմ պատմում, լավա չէ վեր շատ պենս գիդում, սվերում, Արման, կզետի կարթելը հինչավա կարևոր, դու սիրովս ինչ վեր պեն սվերում, կարթում, Դե հա, բայց ինձ թվում է, եթե մարդու խիղճը այնքան փիսա, վեր ինքը մինակ մտածում է փողի մասին, ոչ թե կրթելի մասին, ավելի լավ է ինքը չսովորի։ դրան հետե պիտի համ խղճավենից, համ էլ խլկապ։ Պլուպուղու ուղերձը ժամանակի ընթացքում խորքային ճանաչողություն է։ Կրթությունը ներդրում է ոչ թե անձի համար, այլ ամբողջ համայնքի համար, որովհետև գիտելիք ու բարոյականություն ունեցող մարդը միայն իր տունը չի պահում, այլ նաև հասարակության կյանքի որակն է բարելավում։ Խելքով հարուստը միշտ լույս է բերում այնտեղ, որտեղ մտրակը բռնություն ու անտարբերություն է ծնում։ Ու դա սովորույթի ուժ է ստանում։ Պատմության ծանրությունը փոխվում է, երբ պլուպուղին նույն լեզուն է կիրառում։ Սա հեգնական անդրադարձ է, հայելային արդարություն։ Այս պատմությունը չի խորախոսում վրեժի մեթոդը, բայց այն հաստատում է արդարության հիմնական օրենքը։ Աչքի դեմ աչք ու սա անառարկելի ճշմարտություն էր դեռևս հազարամյակներ առաջ։ Այսօր մենք հնարավորություն ունենք պլուպուղու զրույցից սովորելու նրա խրատն ու դասն առնելու։ Իսկ այդ խրատն ուսուցանում է, գիտելիքը չխլվող կապիտալ է, ոչ թե ծախս, այն չի կորչում երբեք, այլ բազմանում է ու բարեկրթում մարդուն ու հասարակությանը։ Առանց դաստիարակության ու բարոյականության ուսուցման գիտելիքը զուր է։ Հարգանքը որպես մեթոդ ձևավորում է ինքնուրույն միտք։ Վախը որպես մեթոդ վերարտադրում է անգործունակություն ու անհանդուրժողականություն։ Ժամանակների հիշողությունը կարևոր է։ Հիմա խելքի դար է, արտահայտությունը ոչ թե գեղեցիկ խոսք է, այլ հորդոր է փողասիրության մոլուցքը վերացնելու և անգրագիտության հանդուրժումը կանխելու պատասխանատվության կոչ։ Եթե ուզում ենք, որ մեր երեխաները պահեն այն, ինչ մենք ստեղծել ենք, պիտի նրանց քննարկելու իրավունք տանք, սխալվելու անվտանգությունն ապահովենք և սովորելու ուրախություն պարգևենք։ Փողը պիտի ծառայի մարդուն, ոչ թե մարդը փողին։ Իսկ դասը պիտի հիշվի ոչ թե ցավով, այլ ազատ ու ինքնուրույն մտածելու համով։ Տենտ կացեք, տեմպ կացեք։